8-րդ ունեցուները առավելապես պետք է ուշադիր լինեն, նրանց արտերկրի հետ կապված հարցերը կարող են կարևորվել, ներդրումներ կարող են անել ձեր զուգընկեր, գործընկեր, այն անձինք, որոնք ուղղակի գումարներ պետք է տան, ձեզ հնարավոր է այդ գումարները հետաձգվեն, իսկ այն գումարները, որոնք վաղուց չեք ստացել պարտքեր, մեկ է կտեսնեք, որ արտերկրից հենց այդ գումարներ, այդ պարտքերը հետ կգան ձեզ։ Ամենայն դեպս բոլոր կարևոր գնումները, սիրելի կարիճներ եւ ծնվեր կարող եք թողնել ամսի 29-ից հետո, իսկ եթե արտերկրի հետ կապված, բարձրագույն կրթության հետ կապված կարևոր գործեր ունեք, հնարավոր է հենց այդ ժամանակահատվածում էլ ստացվեն այդ գործերը։ Անցնենք կշերք եւ խորք կշերքների 3-րդ տանը, խոյերի 9-րդ տունը։ Դա ճանապարհորդությունների տունն է, սիրելի կշերքներ, մոտիկ ճանապարհորդություններ, հա, մոտակա հայրենիքի ներսում, քաղաքի ներսում, եթե ցանկանում եք փոխադրամիջոց մեքենա գնել, որը հնարավոր է պատվիրեք արտերկրից, ցանկալի է, որ այդ ամենը կատարեք մինչև ամսի 9 կամ նոյեմբերի 29-ից հետո, իսկ եթե ուղղակի այդ ժամանակահատվածում պետք է կատարեք գնումներ, ուշադիր եղեք, փաստաթղթերի հետևից գնացեք, մանրամասն ձեր անուն, ազգանուն, նաև աղեղնավորներին էլ է դա վերաբերում, ձեր անուն, ազգանվանը ուշադիր եղեք, տառասխալներից ուշադիր եղեք, բանալիները չմոռանաք, մեքենայի կարևոր փաստաթղթերը չկորցնեք։ Իսկ խոյերի դեպքում, խոյերի 9-րդ տունը, սիրելի խոյեր, հանկարծակի հնարավորություն կստանա գնաք արտերկիր, այնտեղ ճանապարհորդելու, բայց էլի ուշադիր եղեք ձեր փաստաթղթերից, կամ օտարերկրյա ճանապարհորդությունը ուղղակի կարող է որոշ չափով հետաձգվել մի քանի օրով եւ կախված արդեն իրավիճակներից, արտերկրի հետ կապված իրավիճակներից, բայց եթե բարձրագույն կրթության այդ հարցերը պետք է լուծեք, հնարավոր է այդ ամենը դրական այդպես ֆոնով ընթանա։ Սիրելի կույս եւ ձկներ, կույսերի 4-րդ տուն, ձկների 10-րդ տուն, ձեր ծնողական առանցքներ, 4-րդ տունը տուն, հայրենիք, օջախ, մայրիկի հետ կապված իրավիճակներ, սիրելի ձկներ, ձեր մայրիկը կարող է վերադառնալ արտերկրից ձեր տուն, կամ ձեր մայրը, որը գտնվում է արտերկրում, եթե մենք կույսերի մայրիկը, իսկ այստեղ մենք ձկների հայրը, հա, հոր հետ կապված, համենայն դեպս ծնողներն են, նրանց հետ կապված այդ արտերկրի հետ կապված բոլոր իրավիճակները ձեր ուշադրության կենտրոնում կլինեն, ձեր սիրելի կույսեր, ձեր մայրը կարող է վերադառնալ արտերկրից կամ արտերկրում հնարավոր է նրա թղթերի հետ կապված որոշակի փոփոխություններ լինեն, ուշացում